Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում Թեհրանում լույս տեսնող Արաքս շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանն է։ Բարև ձեզ, պարոն Քեշիշյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար եւ նաև բարի գալուստ Հայաստան, օրերս եք վերադարձել, Իրանում պատերազմական իրավիճակ է, արդեն տևական ժամանակ է, նախնական ինչ տպավորություններով կկիսվեք։ Ինչ ասեմ, երևի ամեն տեղ նույնը պետք է գնել, որ մտահոգություն։ Բնականաբար, երբ երկիրը պատերազմի մեջ է, բոլոր ժողովուրդը անխտիր նրանցից թե քրիստոնյա է, մուսուլման է, հայ է, պարսիկ է, քրդ է, բոլորն էլ մտահոգ են երկրի վիճակի համար բնականաբար, երբ որ տագնապալի վիճակ է, տնտեսությունը ավելի ծանրելինում պայմանները եւ այդ ամբողջ ծանրությունը նստում է առաջին հերթին հենց ժողովրդի վրա եւ ժողովուրդը դրանից իրեն լավ չի զգում բնականաբար մեծ գործարանները արձակվել են վտանգից ապահովելու համար մարդկանց փոքր գործադեղերը աշխատում են դերևս մարդիկ քաղաքում երթևեկություն կա այնպես չէ որ դատարացված է որ դե մեծ երկիրը ինքնաբերաբար այդ հարվածները այդքան չեն խանգարում իրեն, որ շարժվում է, բայց այնուամենայնիվ մտահոգությունը, դժվարությունները ժողովրդի, այսպես ասենց, դեպի խաղաղություն նայելը եւ դեպի խաղաղություն ցկտելը կա մնում է։ Հայերի շրջանում հատկապես եթե ունեք տեղեկություններ ինչ իրավիճակ է խոճապային ինչ որ տրամադրություններ կա արդյոք նաև արտագաղթելու միտումներ նկատում եք թե ոչ։ Ոչ, այս պարագային դեռ այս պահին ու այս ժամերին ու այս օրերին ոչ նման բան չկա, նման վիճակ ողջ Իրանում եւս չկա, թեև որոշ քաղաքներ, որ ավելի շատ ռմբակոծումների տակ են եղել, կամ այն մարդիկ, որոնք շատ այսպես խտացված տեղերում են, որտեղ կա նաեւ ասենք զորաբաժանումներ եւ այլն, այնտեղից ժողովուրդը մի քիչ տեղափոխվել է այլ ապահով տեղեր, բայց խոճապի վիճակ չկա ոչ համայնքում, ոչ էլ երկրում, մարդիկ տեղափոխվելու բան չունեն, իրենց այդքան վտանգված դեռ չեն զգում եւ մի քիչ դժվար թե ապագա օրերում էլ նման բան լինի, որովհետեւ ինչպես ասացի, երկրի մեծությունը հնարավորություն է տալիս, որ մարդիկ ավելի հանգիստ լինեն եւ երկրորդ այնքան պատերազմը, այն բան պատերազմը չի, դասական պատերազմը չի, որ ասենքն ողջ երկիրը ճակատ չի, թեև հարձակումներ լինում են ողջ երկրի քաղաքներում, հրթիռային ռմբակոծումներ բանում լինում են որոշակի նպատակներ, թեև վերջին օրերին նաև հարձակումներ եւ թիրախավորումներ եղել են հասարակ մարդկանց քաղաքացիների տների վրա, այլ հարձակումներ ա եղել դպրոցի հիվանդանոցների վրա, բայց այդ բոլորով հանդերձ դեռ այդպիսի բան չկա, ասենք ոչ տագնապ կա, ոչ խառնաշփոթ վիճակ կա, մարդիկ ապրում են, փորձում են իրենց առօրյան անցկացնել, բարեբախտաբար կարողացել է կառավարությունը խանութների եւ մթերքի հարցը դասավորել, դժվարություն չունեն, մարդիկ կարողանում են հանգիստ իրենց առօրյան անցկացնել։ Տուժածներ ունենք մենք հայերի շրջանում ունենք տեղեկություն։ Բարեբախտաբար ոչ, հիմա չեմ ուզում հայեմադել ասել, որ գա չկա հայ, որտեղ հայերը չկան, ասեմ բարեբախտաբար, երբ որ երկիրը տուժում է, դե բոլորի համար է դա ցավալի, ավելի քան 1300 գիտեք զոհեր կան երկրի մասշտաբով, բայց դե հայկական թաղամասերից քաղաքամասերը, որտեղ բնակված են հայերը երկրի տարբեր մասերում, թեև դրանց մոտիկ հարվածներ եղել են, անցյալ օրվա հարձակումից, որ եղավ հայկական Զեյթուն քաղաքամաս, այդպես են սիրում հայերը ասել, պարսկերենում Մաջիդի է կոչվում այդ թաղաշրջանում, որ հարված որ եղավ, մի փոքրիկ երեխա, 7-8 տարեկան հայ երեխա վիրավորված է։ Շատ լավ, պարոն Քեշիշյան, կուզեի անդրադառնանք մեր պետության կառավարության անելիքներին այս իմաստով մի քանի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել արդեն եւ վարչապետը մի քանի անգամ խոսել են մասին, որ մենք նախապես բոլոր ռիսկերը գնահատել ենք։ Ձեր կարծիքով ինչ պետք է ուրիշ անի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որ օրինակ ընդդիմության կողմից մասնարարպես քննադատությունների չարժանանա, որովհետեւ օրինակ պաշտոնական Թեհրանի կողմից մենք որևէ դժգոհություն չենք տեսել Հայաստանի մասով, բայց մեր իշխանություններին քննադատում է երկրորդ նախագահը նախկին, ասում է հարևան երկրում պատերազմ է, դուք ներողություն մեջ բերեն պերաշկի ու կուկուրուզ եք ուտում մասնավորապես, ձեր դիտարկումները որոնք են։
Իսկ կարծում եմ, այս տեսակ բաների վրա կարելի է միայն ծիծաղալ եւ անցնել, որովհետեւ եթե դու ընդդիմություն ես, պետք է լինես պետության մեկ հատվածը, մեկ բաժին, ընդդիմությունը պետությունը ամրապնդելու համար է, ընդդիմությունը երկիրը զորացնելու համար է, ընդդիմությունը երկիրը քանդելու համար չէ։ Նույնիսկ այն մարդիկ, որ մինչ այդ որևէ բան չեն արել երկրի համար, եթե 30 տարի երկիրը իրենց ձեռքն է եղել եւ չեն զինել սեփական բանակին, այսօր այլ երկրների թեև այդ երկրից ես գալիս եմ եւ ինձ համար կարող է ավելի շատ մտահոգություն լինել բնականաբար, իսկ այս մարդիկ հերվիս նստած նման հայտարարություններ են անում, ավելի ծիծաղի տեղիք է տալիս, քան թե լուրջ մտահոգական, որովհետեւ այս տեսակ հայտարարությունները անիմաստ են, նման հայտարարություններ նախ եւ առաջ իրենք պիտի Հայաստանի համար անեն եւ պետության զորացնելու հաշվին։ Իսկ իրանական կողմը արդեն ինչպես դուք նշեցիք, շատ հստակորեն հայտարարել է, թեև կարծում եմ անցյալ օրն էր նաեւ Իրանի դեսպանն էլ այստեղ հարցազրույց ունեցավ, շատ հստակորեն շնորհակալություն հայտնեց Իրանի պետություն, Հայաստանի պետությունից, իշխանավորներից։ Ես կարծում եմ Հայաստանի դիրքորոշումները շատ հստակ են եղել, շատ բարձր եւ իրենց մտահոգությունն են հայտնել պատերազմի հարցով եւ շնորհավորել են նոր ընտրությունների գաբակցությամբ, այսինքն այնինչ պետք է անեին երկու բարեկամ պետությունների հարաբերությունների հաշվին իրենք արել են դա եւ չեմ կարծում դրանից ավելին սպասվում է, բայց դրա կողքին կարելի է եւ հնարավոր է բավական քայլեր առնել, իհարկե քայլերը կարծում եմ ավելի շատ երկկողմանի են, այսինքն իրանական կողմը տեսնում է, որ իրեն շրջապատող երկրները գրեթե բոլորը ինչ-որ կերպ հարցականի տակ են, բացի Հայաստան, այսինքն Իրանի հետ ամենաաբահով եւ ամենախաղաղ սահմանը եղել է վերջին գոնե 30 տարիներին միակ Հայաստանը։ Մնացածի հետ ինչ որտեղ ինչ-որ հարց ունեցել է Իրանը նկատի ունեք խնդիրներ ունեցել։ Պակիստանի հետ, Աֆղանստանի հետ, Իրաքի հետ, գրեթե բոլորի հետ խնդիրներ ունեցել է։ Այս արաբական մանր-մունր երկրների հետ, Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, բոլորի հետ անխտիր խնդիրներ ունեցել է, բացի Հայաստանի հետ։ Իսկ այդ հարաբերությունները կարծում եմ, որ ուշացած, բայց հնարավոր է միշտ էլ զարգացնել։ Նույնիսկ այս պահերին, երբ որ Ադրբեջանը օրինակի համար գիտեք, այս վերջի օրերին պատերազմական սահման փակեց Իրանի դեմ, իհարկե թեև հիմա բացել է, բայց նաև դրանք ինչ-որ կերպ ազդանշան են, հիշեցնում են, որ կարելի է ավելի աշխուժացնել, այս սահմանը ավելի եւ ավելի օգտագործել, ավելի աշխուժացնել այդ հարաբերությունները, այդ կամուրջը դարձնեն երկու մաքսային այդ կետերը ավելի հզորացնեն, կարողանան ավելի թափով ընդունել մարդկանց, դե բնականաբար ասենք հումանիտար օգնությունների հարցը դրանք ուրիշ են եւ չեմ կարծում այսօր դրա պահանջը կա իրանական կողմում, բայց այնուամենայնիվ հայաստանյան հայտարարությունները, որ դրան են պատրաստ, ինքնին արդեն ամեն ինչ ասում է, անընդհատ խոսում են դրա մասին, որ բարեկամ պետություններ են եւ իրար օգնելու, իրար կողքի կանգնելու պատրաստ։ Դե օրինակ, երբ ասում են, որ Հայաստանը ոչինչ չի անում, բացի օրինակ հայտարարություններից եւ այլն ձեր դիտարկմամբ, օրինակ ընդդիմադիրների ակնկալիքը որն է, որ գնանք օրինակ Իրան կռվենք, չգիտեմ, այսպեսի ձևակերպում եմ անում, որովհետեւ ուրիշ մեկնաբանություն չի թողնում, այն որ օրինակ մտահոգությունները կան, նիստեր հրավիրվում են, նույնիսկ շնորհավորանք եղավ այն պարագայում, երբ շատ քիչ երկրներ են շնորհավորել նոր գերագույն առաջնորդին Իրանի, նույնիսկ սրան Հայաստանը գնաց որպես բարեկամ երկիր, որն է ակնկալիքը ու միտումը ձեր կարծիքով ընդդիմության։ Ես կարծում եմ ընդդիմությունը ամեն քայլ կամ ամեն ձև կամ ամեն մոտեցումը իր հիմնված ամենակ նրա վրա, որ ինչ որ կերպ ինչ որ ձև Հայաստանի իշխանություններին եւ այսօր ես կասեի պետականության հարվածելու, ուրիշ բան չկա դրա մեջ պահված, որտեւ այն որ սրանք անում են, սա ընդդիմության քայլ չէ, սա քայքայիչ քայլ է, սա քանդիչ քայլ է, սրանք պետությունը քանդելու նպատակով են առաջ գնում։ Սրանց միակ եւ միակ կարծես ցանկությունը այնա, որ ասում է Հայաստանի կեսը չլինի, բայց ես լինեմ ղեկավար։ Իրենց հոգեբանությունը մոտեցում է էսը։ Այդ ով է տեսել, որ ուրիշ երկրի ցավ լացես, սեփական երկրի ցավը մոռացած են բանը կար պատգամավորներից մեկը են հիմա անոնը թողեք չէ դա ուղղակի ամոթ մարդ վատ է զգում եկեր Իրաներ եկել եւ Իրանի պետական հիմնական լրատվական կենտրոնի հետ Իրնայի հետ զրույցում հայտարարում է, որ Իրանի իշխանությունները ավելի շատ են մտածում Հայաստանի շահերի մասին, քան թե Հայաստանի իշխանությունները։ Այսինքն այս մարդիկ չունեն ամոթ, չունեն պետական հասկացողություն։ Հայտնի չի, որտեղից են գերագրվում, դեպի ուր են ուզում գնալ եւ սրանով որտեղ են ուզում հասնել։
Վերջին հաշվով ամենակարևորը իրենց պարագային ամենայն դեպս կարևորը Հայաստանի պահպանելն է, Հայաստանի շահերի պաշտպանելն է, Հայաստանի պետականությունը ապահով պահելն է եւ դրան զարգացնելն է։ Առանց քաշվելու, առանց, չգիտեմ, ամաչելու կամ ինչ բառ կարելի ավելացնել։ Երբ որ իրենք հայտարարում են, այս Հայաստանը Ամերիկայից ԱԹՍ-ներ առել, որ սրանք պիտի գործեն Իրանի դեմ, սա արդեն սրա մեջ ուղղակիորեն թույն կա, թշնաման կա։ Թույն կա նախևառաջ հայ ժողովրդի եւ Հայաստանի պետականության դեմ։ Այստեղ հարցը Նիկոլ Փաշինյանը կամ այսինչի կամ այնինչ չէ։ Ես էլ կարող եմ շատ քննադատություններ ունենալ։ Քննադատություններ ուղղել իշխանություններին, բայց ոչ պետականությունը քանդելու, ոչ հայ ժողովրդի կամ Հայաստանի վնասին քայլելու, ոչ Հայաստանի ինքնիշխանությունը խաթարելու, ինքնիշխանությունը մոռացության տալու, չգիտեմ միութենական ինչ-ինչի բաների մասին խոսելու։ Դե արդեն տեսել ենք մինչև հիմա ինչ է եղել։ Կամ տեսնում ենք այն մարդիկ կամ այն շրջանակները, որ միութենական ոգով են ապրում, ինչի են հասցնում սեփական երկրները, ինչ վիճակի են հասցնում։ Թրիփի շուրջ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո հատկապես ակտիվացան ընդդիմադիր շրջանակների կողմից մեկնաբանությունները, թե Հայաստանը Իրանի շահերի դեմ է գործում, որ Ամերիկային այստեղ բերելով մենք մեր հարևաններին ենք նեղացնում, նույն Քոչարն էլ օրինակ իր վերջին հարցազրույցում խոսեց այդ մասին, որ պետք չէր թշնամաբար տրամադրվել Իրանի դեմ։ Այն դեպքում, երբ օրինակ Արաղչին մի քանի անգամ խոսել է այդ մասին, որ իրենց մտահոգությունները փարատված են, նույն նախագահն է Իրանի այդ մասին խոսել, հենվում են մի քանի այլ պաշտոնյաների ինչ-որ հայտարարությունների վրա եւ այսպիսի տպավորություն փորձում ստեղծել։ Օրինակ ձեր դիտարկմամբ Իրանի մտահոգությունները թրիփի մասով փարատված են թե ոչ ու արդյոք իրենք թշնամաբար են տրամադրվելու մեր այս որոշմանը։ Ես կարծում եմ դրանք փարատված են եւ դերևս պիտի սկզբից էլ փարատված լինեին, որովհետեւ վերջին հաշվով կա մի իրականություն։ Հայաստանը դրան գնալով, այդ թրիփին գնալով Ամերիկայի հետ այդ բանակցությունները վարելով եւ այսպես օգոստոսյան 8-ի համաձայնագրի ստորագրմանը գնալով ինչի հասավ։ Մենք այսօր եթե հետ նայենք, ես կասեի, որ գուցե այսօր բոլորը հասկացան, որ Հայաստանը ճիշտ ժամանակին նման քայլի գնաց։ Պատկերացրեք, որ այդ համաձայնագիրը չլիներ, նախահամաձայնագիրը չլիներ։ Արդեն շատ լավ վիճակ էր եւ Իրանի հետ այն 12-օրյա պատերազմի օրերին եւ այսօրվա պատերազմի օրերին։ Ով էր կարող երաշխավորել, որ Ադրբեջանը, Թուրքիան կամ Ռուսաստանը չի հարձակվի Հայաստանի վրա։ Ոչ ոք չէր կարող երաշխավորել։ Երբ որ արդեն եվրոպայական դիտորդները հայտնվեցին տարածաշրջանում, պատկերը փոխվեց։ Երբ որ ամերիկյան կողմը մտավ ներս, արդեն լրիվացավ այդ ամբողջ։ Երբ որ նրանք եկան ներս եվրոպացիք, հայտարարեցին, եվրոպացիք եկել են, սկսել են բաներ, հետախուզական աշխատանքներ տանել Իրանի դեմ, առանց ամաչելու։ Այն կողքի գործ չունեն, այդ մարդիկ ինչով են զբաղված, հետո այս տարը, այն տարը չի, որ ես իմ փոճուր ապարատներով կամ ես իմ հեռադիտակներով կարելի է մի երկրից բանանել, մարդիկ սատելայտներով այն վերևից ամեն ինչ են տեսնում, մրջյունների շարժումներ են տեսնում, ինչի մասին է խոսքը։ Այսինքն նման բաներով միայն կարող են երևի պարզ հասարակությանը խաբելու ոգով շարժվել ու առաջ գնալ, թե չէ դրանից բան չի ստացվել։ Այդ ցույց են տալիս, որ իրենք իսկապես չեն հասկանում պետություն ինչ է, չեն հասկանում ազգային շահը որն է։ Ավելի շատ կարծես թե անընդհատ վազում են օդարի ծառայելու, օդարի հրամաններ կատարելու։ Այդ ինքը ուղղակիորեն նեղացնում է, մարդ վատ է զգում, երբ որ այդ Հայաստան երկրում չկա այն ընդդիմությունը, կամ գոնե այն ընդդիմությունը, որ առողջ ընդդիմությունը իր ձայնը այնքան բարձր չի։ Օրինակ տարիներ շարունակ մեր քաղաքականությունը կառուցելուց այդ նույն ուժերը նենց անենք Ռուսաստանին չնեղացնենք տրամադրություններ, հիմա ինչ որ պայմանավորվածություն ենք ձեռք բերում, նենց անենք Իրանին չնեղացնենք, ընդհանրապես Հայաստանը գալու ինչ որ ժամանակաշրջան, որ ինչ որ բան որոշելիս չնայի ում կնեղացնի, ում չի նեղացնի, իր շահերից ելնելով կարող է գործելու։ Արդյոք այսօր մենք կարողացել ենք հասնել այդ կետին, որ կարող ենք կայացնել որոշումներ ելնելով Հայաստանի Հանրապետության շահերից։ Կարծում եմ բոլոր պետությունների, իշխանությունների առաջնահերթ պարտքը սեփական շահից, պետության շահից եւ ազգային շահից ելնելով քաղաքականություն վարելն է։
տարբերություն չունի, դա Իրանն է, Ամերիկան է, Ռուսաստանը, ով որ է։ Եվ այսօր մենք խոսում ենք Հայաստանի մասին, ուրեմն Հայաստանի իշխանությունը նախ եւ առաջ շարժվում են իրենց շահերից։ Բնականաբար իրենք հաշվի են առնում նաեւ հարևանների մտահոգությունները, խնդիրները, շահերը, նամանավանդ եթե դրանք բարեկամ պետություններ են, ինչպիսին է Իրանը։ Հայաստանը երբևէ խնդիր չի ունեցել Իրանի հետ, միշտ էլ ցկտել է Իրանի հետ հարաբերությունները ավելի զարգացնել եւ այդ ընթացքում եւ սպասելիքներ է ունեցել եւ կատարել է նաեւ սպասելիքներ։ Ես կարծում եմ երկու պետությունները օրինակ անընդհատ խոսում են տնտեսության զարգացման մասին, անընդհատ խոսում են, որ քաղաքական իրենց հարաբերությունները շատ բարձր մակարդակ է, գրեթե չի եղել այնպիսի վիճակ, որ Հայաստանը Իրանի դեմ ինչ որ միջազգային կենտրոնում քվեգ դա կամ ցայն դա բոլորը խոսում են նրա մասին, որ երկու պետությունների հարաբերությունները եղբայրական են եւ բարեկամական։ Հիմա դրանց ընդարձակել եւ զարգացնել է այլ պարագա է, որ մենք միշտ էլ այս հարցը եւ Թեհրանում եւս բարձրացրել ենք, այսինքն տարբեր առիթներով եւ հետազոտական կենտրոններում եւ լրատվական ԶԼՄ-ների կենտրոններում, որ ունեցել ենք հանդիպումներ, պետական շրջանակների հետ եթե քննարկումներ անցկացվել, միշտ բարձրացրել ենք այս հարցը, որ Իրանը պետք է անընդհատ այլընտրանքների մասին մտածի։ Չկենտրոնանա, օրինակ անընդհատ Իրանում խոսում են հյուսիս-հարավ ճանապարհի մասին եւ հարավ իրենց հյուսիս ճանապարհի մասին եւ դրանով հասցնում են Աստարա, Ադրբեջան եւ Ռուսաստան։ Հասկացանք, շատ լավ է գանում, մենք դեմ չենք, դա արեք, բայց ինչու Հայաստանի հետ չեք ավելի աշխուժացնա։ Օրինակի համար գետենք բարձրացնում թրիպ։ Դեմ ես եղբայր, շատ լավ։ Ինչ կարող ես անել դիմացը։ Պետք է ավելի աշխուժացնես քո ներկայությունը Հայաստանում, քո ներդրումը Հայաստանում, քո որպես Հայաստանը ճանապարհ օգտագործելու հնարավորությունները ավելի եւ ավելի բարձրացնելու։ Դրա համար ինչ եք անում եւ ինչ կարող եք անել։ Ես կարծում եմ բավական քայլեր կան, որ Իրանը կարող է դարձումով անել եւ կարծում եմ, որ Հայաստանի պետականությունն էլ, Հայաստանի իշխանություններն էլ ապացուցել են, որ միշտ պատրաստ են ընդառաջել նման քայլեր։ Դուք ինչպիսին եք տեսնում այս իրավիճակի հանգուցալուծումը ելքը, ինչպիսին եք տեսնում Իրանի ապագան, այսօր Թրամփն էր խոսել, ասելով, որ գրեթե ավարտված է պատերազմը, արդյոք դուք այդքան լավատես եք, որ կվերջանա մոտ ապագայում։ Գիտեք, ես կարծում եմ, որ եթե այդ պատերազմը երկարի, դրանից շատ կդուժի եւ Ամերիկան, եւ Իսրայելը, եւ աշխարհը նույնիսկ ասեի, որովհետեւ գիտեք, որ այս օրերին, ինչպես խոսքից սկզբում գնաց, արդեն հարևան երկրները ներքաշված են այս հարցից, իրենց կամքից անկախ կամ իրենց կամոք տարբերություն չունի, իրենց տարածքը օդային եւ ցամաքային տրամադրել են Իսրայելին եւ Ամերիկային, որովհետեւ հարվածներ հասցվել Իրանին եւ Իրանը փոխադարձաբար հարվածել է այդ երկրներին։ Փակվել է Մուրմուզի նեղուցը, նավերը չեն անցնում, նավթի գները բարձրանում են, գազի գները բարձրանում են, միջազգային տնտեսությունը ազդվում է այդ բոլորից։ Ամերիկացիք հայտարարում են օրական ավելի քան 1 միլիարդ դոլար ծախս են նստում իրենց վրա այս պատերազմը, եւ այս բոլորը եթե կումարենք եւ նկատի ունենանք, որ Ամերիկայում շուտով պիտի ընտրություններ լինեն կոնգրեսի հետ կապված եւ Իսրայելում նաեւ ընտրություններ կա սպասվելիք, այդ բոլորը կդանի նրանց, որ իրենք կերտան հարցականի տակ, իրենք պարտավոր են ավելի շուտ վերջացնեն, իսկ այդ շուտ վերջացնելը Իրանին եթե ծերնդու չէ, նամանավանդ ամերիկյան եւ իսրայելյան հատուկ պայմաններով, որովհետև եթե Իսրայելը Ամերիկան փորձում է ինչ-որ կերպ լեզու գտնել կամ պայմանների հասնել, Իսրայելը ուղղակիորեն նպատակադրել է ամեն գնով հարվածել եւ հարվածել Իրանին եւ նույնիսկ գնալ մինչեւ Իրանի մասնատման։ Բայց կարծում եմ ամերիկացիք հասկանում են դրան եւ դրան գնալու պատրաստական չեն, որովհետեւ դա մեծ վտանգների հետ է արդեն կախված, որ դրանից հետո մեծ վտանգներ կբերի հենց Ամերիկայի համար։ Իրենք պարտավոր են վերջացնել, իսկ վերջացնելու համար պետք պարտավոր են խոսել, երկխոսության մեջ մտնել։ Բանակցությունները, որ կիսատ են թողել, պիտի վերսկսեն, իսկ վերսկսելու համար պարտավոր են որոշակի հնարավորությունների կամ փոխադարձ պայմանների մասին խոսեն, որ չի կարող սահմանափակվել որոշակի մենակ ամերիկյան պահանջների մեջ։ Բնականաբար իրանական պահանջներն պիտի հաշվի առնվեն։ Կրոնական իրավիճակը կմեղմվի ձեր կարծիքով Իրանում, դա ավանդաբար մեզ մոտ ամեն դեպքում տպավորություն էր, որ Այաթոլլահի հետ էր ավելի շատ ասոցացվում, հիմա օրինակ իր որդու գալով առաջնորդի դերում ինչքանով այդ իրավիճակը կմեղմվի Իրանում։ Սա կարծում եմ, որ այդ տեսակ փոփոխությունների հիմա չի գնա, որովհետև շատ հարցեր կապված էր արևմտյան եւ այս դեպքում ամերիկյան որոշումների հետ, այսինքն եթե իրենք գնային նրան, որ
նոր վիճակում բանակցություններ պիտի սկսեն, նկատի ունենալով երկրի առաջնորդը զոհվել է եւ նոր առաջնորդ է ընտրվել, արդեն նոր պայմաններ առաջարկեին, ոչ թե թելադրանքների լեզվով փորձեին խոսել, հնարավոր էր, որ որոշակի փոփոխություն լինեն, բայց այսօրվա պայմաններում դժվար թե նման քայլերի գնան, երկիրը չի փոփոխի իր ուղղությունները եւ արտգործնախարարությունը նման բան հայտարարեց եւ նախագահ հայտարարեց, որ մինչեւ վերջ մենք կանգնած ենք, ասենք արդեն հստակ իրենց խոսքը ասացին եւ եթե ամերիկյան կողմը պետքա կոպիտ հայտարարություններ հնչեցնի, ինչպես հնչեցրեց նոր ընտրված նախագահի առաջնորդի հասցեին, կարծում եմ, որ չեն կարող այն իրենց ուզածներին հասնեն կամ որոշակի փոփոխություններ սպասել Իրանում, բնականաբար չի։ Օրինակ ես այս օրերին ամփոփելով նաև մեր զրույցը շատ էի կարդում մեկնաբանություններ մեր տեղական մասնագետների կողմից, որ եթե Իրանը դառնա ավելի ժողովրդավար պետություն, այստեղ այդ կրոնական տրամադրությունները մեղմվեն կանանց նկատմամբ վերաբերմունքը եւ այլն, սա նաև Հայաստանին օգուտ կլինի այդպիսի հարևան ունենալը, դուք այս մոտեցումը կիսում եք թե ոչ։ Իհարկե կանանց պարագային եւ նամանավանդ իրենց հագուստի պարագային այդ հարցերը արդեն գրեթե փակվել է Իրանում, հիմա այսօր կանայք առանց հիջաբի են գայլում Թեհրանի եւ Իրանի քաղաքներում, այն տեսակ չէ, մարդիկ տարբեր իհարկե եւ հիջաբով էլ կան եւ առանց հիջաբ էլ, այսինքն հնարավոր է այդպես առանց մահապատժի ենթարկվելու եւ այլն առաջ շատ ավելի խիստ էր այդ մահապատժի հարց չկար հիջաբի հարցում, բայց հիմա համենայն դեպս այս հարցերը մնացած հարցերը կապված են զարգացումներ, դուք գիտեք, որ նախքան այս մնքաշքշուկները եւ պատերազմը Իրանում ցույցեր բողոքներ կային տնտեսության հետ կապված, երկրում գնաճի եւ տնտեսական դժվարությունների հետ կապված եւ այդ հարցը թեժացավ եւ եթե այս պատերազմը չլիներ, արդեն նախագահն էլ եւ մյուսներն էլ հայտարարել էին, որ պետք է երկխոսություն ունենան բողոքող կողմի հետ, այսինքն փաստորեն ժողովրդի հետ եւ այդ հարցերին որոշակի լուծումներ տան։ Դրանք այլ հարց են, այսինքն տնտեսության հարցերին լուծում տալը, չգիտեմ, որոշ հարցեր նաև պայմաններ, ինչպես դուք հիմա հնչեցրիք այստեղ կախաղանների հարցերը, որոշ հարցեր կան ուղղակի կապված են իրենց շարիաթից, որ պետքա վերանայեն, տեսնեն։ Նույնիսկ կան հոգևորականների մեջ դեմքեր, որ հավատացած են, որ կարելի է որոշ փոփոխություններ տալ, բայց այդ բոլորը նաև կապված է շատ հարցերի հետ, այսինքն այստեղ որովհետև իշխանությունը հենված է շարիաթի վրա եւ իսլամական օրենքների վրա, այդ օրենքները իրենց ձևն են թելադրում, պարտադրում կամ պահանջում եւ դրա վրա է քայլում։ Հիմա եթե նոր փոփոխություններ կլինեն ըստ պահանջի, կարծում եմ այդ հարցերն է, որ պիտի ներքինից ծնվի, երկրի ներսից եւ ժողովրդի ներսից ծնվի եւ ժողովրդից պահանջվի։ Նման հարցերը դրսից չեն թելադրվում։ Դրսից դա հնարավոր չէ, դրանք ուղղակիորեն երկրի ներսից ծնվի, ժողովուրդը պիտի տեսակ ուզենա եւ իշխանությունները հասնի նրան, որ այդ ձևը ավելի տարբեր նոր ձևը ավելի լավ է կամ ինչ ձևերը ինքը առաջարկում, կարծում եմ դրան պիտի գնալ, այսինքն պետք է սպասել եւ տեսնել, դրանք ժողովուրդները իրենց հասարակական զարգացումը կամ փոփոխությունները իրենք է որ առաջ են տանում եւ գրեթե ինչ որ ձեռք են բերում, գիտեք, այդ հասարակական զարգացման ճանապարհը միշտ ասում են միագողմանի է, ինչ որ ձեռք ես բերում, էլ չես կորցնում, բայց այսօրվա առումով դեռ պիտի սպասել տեսնել, պատերազմի օրերին սովորաբար հեղափոխություններ չեն լինում միշտ խաղաղության մեջ եւ հետո նաեւ պայմանների ինչ կտելադրեն, այսինքն ժողովուրդը ինչ կպահանջի, ինչի գասնի եւ արդյոք իշխանությունները կկարողանան փոփոխություններ տան, որովհետեւ այստեղ շատ կարեւոր է իշխանությունների արվելիք քայլերը սրանից հետո։ Իշխանությունները որոշակի խոստումներ են տվել, որ պիտի ժողովրդի պահանջները արդարացնեն տան նրան, իսկ եթե չկարողանան, վիճակը կարող է ծանրանալ, իսկ եթե կարողանան արդարացնեն, տնտեսության վիճակը կարգավորեն եւ դեպի դրական, այսպես ասած, շարժ տանեն, այդ դեպքում կարող է շատ բաներ փոփոխվել, պետք է սպասել եւ տեսնել։ Շնորհակալություն պարոն Քեշիշյան, մենք սրտե ցանկանում ենք, որ հարևան երկրում խաղաղություն լինի, քանի որ Հայաստանում վերջին 1 տարվա ընթացքում կարելի ասել համեմատաբար խաղաղ իրավիճակ է, սահմանին կրակոցներ չունենք, մենք ուզում ենք, որ ամբողջ տարածաշրջանում այդպես լինի։ Այո, ողջունելի է, հուսանք այդպես կլինի։ Շնորհակալություն, հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ CVKM-ի տաղավարում հյուրընկալել է Թեհրանում լույս տեսնող Արաքս շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանին, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։